Գաղտնիք չէ, որ տնտեսության շուրջ եւ ընդհանրապես սոցիալ-տնտեսական խոստումները դրանք շատ հաճախ, հատկապես նախընտրական շրջանում, թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս, իրենք կրում են ունեն իրենց մեջ բավական մեծ պոպուլիզմի լիցք։ Եվ դա մենք հիմա տեսնում ենք թե Հայաստանում եւ թե Հայաստանից դուրս։ Այնինչ տեղի ունենում օրինակ հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգներում քաղաքականությունը ուղղված օրինակ մաքսատուրքերի ավելացմանը տարբեր երկրների հետ։ Իրենց մեջ ունեն էլի պոպուլիզմի որոշակի դոզա, որովհետև դա արվում է, չգիտեմ, ներքին, ուրեմն արտադրողների համար եւ այլ, բայց գաղտնիք չէ, որ դա մյուս կողմից բերում է նաեւ գների աճին երկրի ներսում։ Այսինքն ինքը ունի որոշակի հիմնված է կոնկրետ քաղաքականության վրա, բայց դա ուղեկցվում է բավական այսպես պոպուլիստական թեզերով եւ պոպուլիստական հայտարարություններով։ Նույնը հիմա նախընտրական շրջանում դա ուրեմն օրինակներից մեկն է։ Տարբեր երկրներում տարբեր օրինակներ կան դրանց հետ կապված։ Նույնը հիմա նախընտրական շրջանում կատարվում է մեզ մոտ։ Նույնի նկատի ունեմ պոպուլիստական հայտարարությունները, ով որքան կարող է ավելի շատ խոստումներ է տալիս սոցիալ-տնտեսական բնույթի, ինչու որովհետև այս պահին գոնե անվտանգային խնդիրները այդքան ակտուալ չեն խաղաղության այս գործընթացի ֆոնին, դրանք կան, բայց դրանք առաջին տեղում չեն, այսպես ասած, շատ հաճախ, եւ քննարկումների դաշտ է բացվել հատկապես ընտրությունների ֆոնին սոցիալ-տնտեսական խոստումների հետ կապված։ Դրա համար մենք տեսնում ենք հիմա սոցիալ-տնտեսական պոպուլիստական խոստումների հիթ շքերթ Հայաստանում, ով ավելի շատ կառաջարկի ընտրողին, հա։ Մեկն ասում է 300,000 աշխատատեղ, հարկերի նվազում, չգիտեմ, աշխատավարձերի բարձրացում, թոշակների բարձրացում, երկրորդը արդեն իսկ իրականացնում է թոշակների բարձրացում, օրինակ կառավարությունը, հա, եւ ներդնում է շատ կարևոր իրեությամբ, բայց նաեւ ուրեմն հարցեր առաջացնող նախկին հայտարարությունների ֆոնին առողջապահական համընդհանուր ապահովագրությունը, որը կրկնեմ շատ կարևոր է, բայց սրանից մոտավորապես տարի-տարիուկես առաջ կամ 2 տարի առաջ ասում էին, որ դեռ գումար չկա այդ կարևոր ռեֆորմն իրականացնելու համար։ Իսկ կենսաթոշակները բարձրացնելու համար ասում էին, որ այս պահին կարծես թե 2025 թվականի ավարտին, որ այդ պահին այդքան էլ կարևոր չէր թվում, չէին կարևորում դա, որովհետև ասում էին, այ մենք ուրեմն ներդնում ենք, չգիտեմ, ապահովագրական համակարգ, դրանով ավելի մեծ խնդիր կլուծենք, քան թե որ 10,000 դրամով ավելացնենք թոշակները։ Բայց դա տեղի ունեցավ։ Իսկույն երկու որոշում կայացվեց ընտրություններից մի քանի ամիս առաջ, որոնք մեծ հաշվով մինչ այդ կառավարությունը, որ խոսում էր բյուջեի ծախսերի կրճատման կարևորության մասին, որոնք ավելացրեցին բավական մեծ ծախսեր ու դրանք ծախսեր չեն միանգամյա։ Դրանք ընթացիկ ծախսեր են, որոնք պետք է մշտապես իրականացվեն, խոսքը տասնյակ եւ հարյուրավոր միլիոն միլիարդ դրամների մասին է, հա։ Այդ երկու որոշմամբ տարբեր հաշվարկներով կարելի է ասել 100-ից 200 միլիարդ դրամ ամեն տարի պետք է կառավարությունը բյուջեից ավել ծախսի։ Մյուսը ընդդիմության դաշտից է իհարկե գալիս, էլի նույն ձև պոպուլիստական հայտարարություններ այն մասին, որ իրենք պատրաստվում են Հայաստանը դարձնել ինդուստրիալ երկիր, հա։ Մարդիկ պետք է ուղղակի այս ամեն ինչը փորձեն քննության առնել, մինչև գնալ դրա համար քվեարկելու, որովհետև Հայաստանը նախ փոքր երկիր է եւ լոգիստիկ հասանելիության լուրջ խնդիրներ ունի։ Հայաստանը ընդհանրապես ինդուստրիալիզացիայի մասին խոսում եմ մի իրավիճակում, երբ դու ունես մեծ բնակչություն, լոգիստիկ հասանելիություն, նավահանգիստներ, այսինքն դու ունես աշխարհի հետ կապվելու շատ մեծ հնարավորություններ, որպեսզի քո մոտ իրականացնես ինդուստրիալ քաղաքականություն եւ այդ արտադրանքը լինի այնքան մատչելի, այնքան մրցունակ, որ կարողանաս միջազգային կարևոր շուկաներում դրանք վաճառես ու այնպիսի գիգանտների հետ, ինչպիսիք են օրինակ, չգիտեմ, Հնդկաստանը, Չինաստանը եւ մյուսները կարողանաս ինչ որ առումով մրցակցել։ Եթե դու չես կարողանալու դա անել, արդյունաբերությունը մեծ ռազմախներ է իր մեջ պարունակում, հա, եթե դու չես կարողանալու մասշտաբի էֆեկտ տալ, խոսել արդյունաբերականացման մասին դժվար է եւ մյուս կողմից պետք է ունենաս այնքան բնակչություն, որ էժան աշխատուժի հաշվին կարողանաս դա իրականացնել, հա։ Դրա համար այս առումով հարցեր են առաջացնում, հա, այս խոստումները, բայց հասկանալի է ինչու է արվում է մի պարզ պատճառով, դիմաց ընտրությունները կա պահանջարկ եւ կա դրան առաջարկը եւ այդ առաջարկը ուրեմն քաղաքական ուժերի կողմից արվում է եւ պետք է շատ լավ կշռել այդ առումով, հա, մենք տեսնում ենք բավական չափելի ուրեմն խոստումներ հարկերի նվազեցման հետ կապված,
փոքր եւ միջին բիզնեսի հետ կապված համար հարկերի զրոյացում, չգիտեմ, ուսանողների համար վարձավճարների զրոյացում եւ ամբողջությամբ բարձրագույն կրթությունը տեղափոխելով, այսպես ասած, անվճար համակարգի մյուս կողմից ծախսերի ավելացում, որտեղ թոշակների ավելացում են խոստանում են մատչելի բնակարաններ, խոստանում են սոցիալական բավական մեծ բենեֆիտներ եւ օգուտներ։ Եվ մարդիկ պետք է հասկանան, թե ինչի հաշվին է դա արվելու։ Եթե հարկերը կրճատվում է եւ ծախսերը ավելացվում է, որտեղից պետք է այդ գումարները վերցնեն։ Եվ այդ գումարները վերցնելու երկու տարբերակ կա։ Մեկը պարտքի ավելացում, եթե այդպես են գնում, հա։ Երկրորդը տնտեսությունը պետք է զարգանա։ Եվ այստեղ իրենք ասում են բավական չչափելի մի այսպես լոզունգային հայտարարություն շատ-շատերը քաղաքական ուժերի, որ դե մենք պետք է տնտեսությունը զարգացնենք, ինչպես, որ ուղղությամբ, որ ուղղությունները ինչպես պետք է զարգացնենք եւ այլն, այստեղ չափելիությունը սկսում է կորել։ Դրա համար մի կողմից կա չափելի խոստումները, երկու կողմից, որոնք հարկերը նվազեցում եւ ծախսերի ավելացում են ենթադրում, բայց այդ չափելի առաջարկը թե գումարը որտեղից պետք է գա, դա մենք չենք տեսնում։ Եվ հասարակության էլ ամենամեծ, այսպես, չգիտեմ, խորհուրդը կամ ասենք այն է, որ իսկապես ծրագրերը կարդան եւ ծրագրերով գնան ընտրություն կատարեն եւ ոչ միայն ընտրություն կատարեն, այլ նաեւ դրանից հետո հաշվետու պահեն իրենց ընտրած քաղաքական ուժին, թե ինչ են արել այդ ծրագիրը կյանքի կոչելու համար։ Անգամ երբ որ իրենք ընդդիմություն են, հա, որովհետեւ երբ որ ընդդիմություն ես, էլի հնարավորություն ունես քո ծրագրերը, եթե համագործակցային ես գնում, եթե փորձում ես այդ ծրագրերը իրականացնել, քո ծրագրերը իրագործել։ Ի վերջո ընդդիմության միակ իմաստը իշխանափոխություն կամ հեղափոխություն անելը չէ, դա քո տված խոստումները իրագործելն է, հատկապես որ հիմա ավելի շատ սոցիալական եւ տնտեսական բնույթի խոստումներ են տալիս։ Մյուս կողմից պետք չէ թերագնահատել նաեւ հասարակությանը, որովհետեւ մենք սովոր ենք շատ հաճախ ասել, որ այ հասարակությունը, չգիտեմ, պոպուլիստ ականջահաճո հայտարարություններ է լսում, գնում այդպես են ընտրում կամ չգիտեմ, անձի գործոնն է շատ կարեւոր է առումով եւ այլը, դա կա միանշանակ։ Բայց որ ասենք ամբողջ հասարակությունը այդպես է տրամադրված, չէ, որովհետև դա մեծ մեղք գործած կլինենք, որովհետև շատ մարդիկ կան, կարող է, չգիտեմ, մեր նման կամ ուրիշների նման ինչ-որ բարձրագույն կրթություն չունեն, ամեն օր տեղեկատվության հետ չեն աշխատում, բայց մարդիկ բավական իմաստուն են եւ հարցեր են տալիս։ Հատկապես այն հարցերը, որոնք վերաբերում են իրեն, գյուղացին իր վերաբերյալ հարցեր է տալիս, գյուղատնտեսության զբաղվողը իր վերաբերյալ հարցեր է տալիս, մարդ, որը արդյունաբերության ոլորտում է կամ փոքր եւ միջին բիզնեսի ոլորտում է, իր վերաբերյալ հարցեր է տալիս, եւ դա նաեւ շատ լավ հասկանում են էլի նույն քաղաքական գործիչները եւ քաղաքական ուժերը եւ դրա համար սեգմենտային եւ թիրախավորված բավական հետաքրքիր առաջարկներ են ներկայացնում իրենց, որովհետեւ տեսնում են, որ կա մոտավորապես, չգիտեմ, 60,000 կամ 65,000 փոքր եւ միջին ձեռնարկատեր Հայաստանում, եթե դա այսպես մուլտիպլիկատիվ էֆեկտով բազմապատկեն, կարող է դա լինել մոտավորապես 120, 150 կամ 200,000 ընտրող իրենց ընտանիքներով ամեն ինչով։ Եվ եթե մարդկանց ասել են, որ ձեր հարկերին զրոյացում է սպասվում, այսինքն դուք հարկեր չեք վճարելու, հնարավոր է այդտեղից որոշակի սեգմենտ գնա եւ ընտրի տվյալ քաղաքական ուժին։ Շատ հնարավոր է, որովհետեւ շատ թիրախային առաջարկ է այդ սեգմենտին կամ գյուղատնտեսության վերաբերյալ, հա, էժան վարկեր եւ այլը, որը շատ կարեւոր է գյուղատնտեսության զարգացման համար։ Դրա համար, այո, ուրեմն լրագրողները, հասարակության մյուս սեգմենտները, քաղաքասարակությունը, ձեր նման նախաձեռնությունները, նաեւ ՀԿ-ները, մյուսները նրա համար են, որ հաշվետու պահեն այլ նախընտրական նաեւ շրջանում տվյալ քաղաքական ուժերին կանչելով եւ հարցնելով հենց ըստ իրենց ուրեմն նախընտրական ծրագրերի։ Հաճախ մենք տեսնում ենք նաեւ ցավոք, որ այդ կան քաղաքական ուժեր, որոնք մասնակցում են ընտրություններին, բայց նաեւ նախընտրական ծրագիր չեն ներկայացրել։ Հաշվի առնելով, որ մեր գյուղատնտեսությունը եւ գյուղատնտեսական ապրանքների տարբեր հաշվարկներ կան 80-ից 90%-ը հիմնականում հատկապես պատրաստի ապրանքների վաճառվում են ռուսական շուկայում, սա չի կարելի ասել, որ իր ազդեցությունը չի կարող ունենալ։ Միանշանակ մարդիկ նստում եւ հաշվում են հատկապես մարդիկ, որոնք զբաղվում են արտահանումներով, մարդիկ, որոնց գյուղատնտեսական տնտեսությունները կախված են այդ արտահանումներից եւ այլ։ Ու ինչ ենք մենք տեսնում ենք մի կողմից հայտարարություններ Ռուսաստանի կողմից բավական կոշտացող, մյուս կողմից տեսնում ենք իշխանության կողմից հայտարարություններ, որոնք այդքան էլ քաղաքական չեն եւ այդքան էլ ուրեմն սրող չեն այդ դիսկուրսները, իշխանությունը փորձում է կառավարելի պահել այդ ռիսկերը, ասելով, որ
մայիսի 7-ից 8-ից հետո ամեն ինչ կկարգավորվի։ Երկուսն էլ ինձ թվում է եւ իշխանությունը եւ Ռուսաստանը տվյալ պարագայում ոչ այնքան տվյալ դեպքում Ռուսաստանը ոչ այնքան, այսպես ասեմ, խոսում է նրա մասին, որ չգիտեմ, այ վաղը անպայման իրեն կանջատեն, այդ գազը, չգիտեմ, մյուսը, այլ սա իմ կարծիքով նաև ինչ որ առումով փորձը, ինչու է նախընտրական շրջանում դա շատ արվում, էլի, դրանից առաջ էլ կար Եվրոպական միություն գնալու ուղղությունը, այդ օրենքը ընդունվել էր պարլամենտում եւ այլը, դա արվում է, ենթադրում եմ, նաև նախընտրական տրամադրությունների վրա ազդելու համար։ Եվ այս առումով իսկապես ընտրություններից հետո կարող է հնարավորություն կա կարգավորել իրավիճակը, գուցե ոչ ամբողջությամբ, բայց այդ հնարավորությունը իսկապես կա, որովհետև ստեղծվում է նոր քաղաքական իրողություն եւ քաղաքական իրողության հետ բոլորը, այդ թվում Ռուսաստանը պետք է հաշվի նստեն եւ խոսեն այդ քաղաքական իրողության հետ։ Չեմ բացառում, որ կարող է սրվեն հարաբերությունները, դրա մասին չենք կարող որևէ դատողություններ անել հիմա, բայց իսկապես այդ զգացվում է դա, որ այս պահի հայտարարությունները իրենց մեջ ոչ միայն ունեն Հայաստանը եվրոպական ուղուց հետ պահելու միտում, դա էլ կա միանշանակ, Ռուսաստանը չի ցանկանում տեսնել, որ Հայաստանը գնում է եվրոպական ճանապարհով, կամ չգիտեմ, հայտարարել է եվրոպական միություն մտնելու նպատակ, այլ նաև իրենց մեջ ունեն որոշակի ներքաղաքական ազդեցությունների հնարավորություններ։